մի ռեպլիկ ատոմակայանի մասով 87-88 թվականներին որ ասացի որ Սիլվա Կապուտիկյանը Դեմիրճյանը վերանորոգել են որ չէ ոչ մի տես բան այն ժամանակ թե ընթացիկ բաներ են եղել դες բան չի եղել ատոմակայանը վերականգնվել է գործարկումից առաջ 93-95 թվականին կատարվել է 4 բան որ ատոմակայանը դարձել է անվտանգ առաջին 90 մենք Խետներնես հացերի հետ չէին կելել որ ատոմական վերագործարկենք առաջին անգամ աշխարհում ինչպես ասում է Միխայլովը առաջին մեր ատոմական ռեակտորը Վիվոյը 440 է որը ջրով է հողացվում ի տարբերություն Չեռնոբիլի որը օդով է հողացվում բացառվում է մեր ատոմականի պայթյունը եւ բացառվում է ռադիացիան ինքը ջրով է 30 մետր գետնի տակ երկրորդ որպեսզի ջրով հողացումը ախապան լինի մինչև առաջին ատոմակայանը մինչև վերանորոգել 93 թվականին հողացվում էր սև ջրի ջրով այնտեղ կառուցվել է հսկայական բասեին ջուրը որ հանկարծ եթե էլեկտրաէներգիա անջատման պատճառով պոմպերով ջուրը չլցնենք ռեակտորների վրա այդ բասեինը թողել ենք ռեակտորների վրա երրորդ ատոմակայանը հասկացվել է երկրորդ կաբելային տնտեսությունը առաջին կաբելային տնտեսությունից անկախ երբեք հնարավոր գիտեք ատոմակայանները ոչ միայն էլեկտրաէներգիա են արտադրում այլ էլեկտրաէներգիայի խոշոր սպառող են որպեսզի հանկարծ այնտեղ հրդեհի պատճառով որևէ բան տեղի չունենա եւ վերջապես չորրորդը կառուցվել է ժամանակակից միջուկային թափոնների գերեզման միջուկային թափոնները ատոմակայանից չեն տարվել սկսած 1974 թվականից ոչ Ադրբեջանը դեռ խորհրդային միության բանում անդամ լինելով ոչ Վրաստանը թույլ չեն տալի թափոնները մենք տանեինք Ռուսաստան եւ թափոնները պահվել են ատոմակայանում 74 թվականից սկզբից մի քանի գնացքած տարել են 74 թվականից ատոմակայանի տարածքում գտնվող բեռնաթթվով լցված լողավազանում մենք այդ թափոնները, այդ տվելները լողավազանից հանել ենք եւ տեղադրել ենք գերեզմանացում սովորական գերեզման է ֆրանսիական տեխնոլոգիայով որտեղ բետոնի խառնված է կապար որը մի 30-40 տարի չի ճառագայթի եթե 30-40 տարի այսինքն սկսած հիմիկվանից նորից սկսի ճառագայթել այդ կապ բետոնից բաները բլոկները նոր բետոնի մեջ պետք է լցնել միջուկային թափոնների ուտիլիզացիա 100%-անոց աշխարհում գոյություն չունի հիմա խոսեցինք ատոմակայանից կարևոր է ռեսուրսը մի երկու ես ձեզ ուզում եմ բանայից կարճ կլինեմ հասկացեք աշխարհը գնում է պայքարի Հայաստանը արժի $15 միլիարդ մենք $15 միլիարդ ռեսուրս ունենք հիմնականը բղինձ ու մոլիբդեն Վրաստանը ունի 45 Ադրբեջանը 500 Ուկրաինան 9.5 տրիլիոն ԱՄՆ-ն ունի 45 գրավելով Ալբերտան եւ գրավելով Գրենլանդիան 45-ը դարձնում է 80 Ռուսաստանից անցնում է 50 տարի հետո իրար մորթելու են ամեն ռեսուրսը 100 տարի հետո պետք է սկսվեն մշտական պատերազմները որովհետեւ երկրագնդի բնակչությունը 8-9-10-12 միլիարդին չի դիմանում պետք է միլիարդավոր զոհ են մի քիչ առաջ նայենք ապագայից գանք ստեղ ու իսկում ապետ Հայաստանը միայն գլխացավանք նշանակում է դա որ Հայաստանը արժեք չունի չէ ունի որոշ երկրների համար օրինակ Ռուսաստանի համար Հայաստանը արժեք ունի որովհետև իր գոյությունը թույլ չի տալիս թուրքական աշխարհը միավորվի Թուրքերի համար Հայաստանը արժեք ունի որովհետև խանգարում է որ միավորվեն ինչ արժեք ունի Հայաստանի Եվրոմիության համար նա սատկելու է 10 տարի հետո ռեսուրս չկա ուզում էին Ուկրաինան խապեն գրավել 9 տրիլիոն ռեսուրս դեռ կեսը գրավել են ռուսները այդ հիմնականում թերթակարային գազը գտնվում է արևելյան Ուկրաինայում մյուս կեսն էլ ամերիկացի դրցի ինչ պիտի անեն Եվրոպան 20 տարի առաջ Եվրոպան մեկ շնչնի գնող հնայով առաջ էր ամերիկայից հիմա երկու անգամ հետա օրեցօր հետա անգնում չի կարող տնտեսություն աճացնի կես տոկոսից ավել կես տոկոս դրական աճ կա լավ է իսկ ամերիկան աճում է 5% Տրամպը շատ լավ ստրատեգ է մտածում է Գրենլանդիան վերցնեն Ալբերտան վերցնեն հələ չի ասում Ռուսաստանի ռեսուրսները վերցնեն բայց բոլոր աչքի դրեմրա է ինչ են ուզում եվրոպացիք
Եվրոպացիք ուզում են ուրախացան Ղրիմի իրադարձությունների վրա, մտածում են այնպես կանեն, որ Ռուսաստանը քայքայվի, արդյունքում կտիրապետեն Ուկրաինայի ռեսուրսներին 9.5 տրիլիոն, պլյուս Ռուսաստանի քաջողվին մասնատել։ Մենք ինչ արինք այդ ընթացքում, պաշտոնական հայկական իշխանությունը միացանք նրանց։ Սա չի կարող պատահել, ցույց չբերի ռուսների մոտ։ Դրա համար նրանք շատ զգուշ են մեր նկատմամբ։ Այսօր Ամերիկան Վենեսուելայից հետո Վենեսուելան 15 տրիլիոն է, 15 տրիլիոն ռեսուրսն ավելացել է, 40 էր Ամերիկան, դարձել է 55։ Ուզում է վերցնի Իրանը 26 տրիլիոն, 55 ուզում է դարձնի 81։ Բարեբախտաբար այս անգամ, կամ դժբախտաբար, չգիտեմ, իմ կարծիքով բարեբախտաբար, Չինաստանն ու Ռուսաստանը շտապ կարգով մի քանի ինքնաթիռ այդ նավատորմների դեմ կրվող հրթիռներ ուղարկեցին, ընթորում այդ ուղարկվածից 3 հրթիռը հերիքել, որպեսզի Աբրահամ Լինքոլն ագակիրը գնաց ծովի հատակ։ Եվ Տրամպը մտածեց, ես ինչ եմ անում։ Հիմա ինչ անելու ապակայում, մեր նշանակությունը պակասելու է, մենք առանձնապես նշանակություն չունենք։ Հիմա այստեղ շատ հաճախ հայերն ասում են, մարդկային ռեսուրս, արհեստական ինտելեկտով էսենք, մենք առանց չկատես բան։ Մենք առանձնատուկ ենք, հայերեն ենք խոսում։ Մի առանձնատուկ էլ ես եմ, մի առանձնատուկ էլ դուք եք, մի գուր առանձնատուկ, հետո ինչ։ Բերես ես սևին կես տարի սովորացում եք կարողանում ծրագրավորում անել։ Եկեք ես բանի վրա հոգ չտանք։ Հիմա այն հասարակ հանքային ռեսուրսը ավելի իրական է, քան թե ինչ-որ մոգոնած արհեստական ինտելեկտները։ Մի հատ նվիցիայի նման կամ ընկերություն զբաղվում էր, ես դիպսիկում եղել եմ Չինաստանում, Հանժոու քաղաքում, 30 հոգի տղա արեցին ավելի քան թե 3 միլիոն ծրագրավորող Ամերիկայում։ Դա հնարավոր է։ Դա ոչ թե իրանք հանճարեղ էին այդ չինացիները, իհարկե ամեն մարդ բանը։ Դու կարող պատահի վաղ հայդուր կարողանան անեն, որովհետև սկսում ես սովորում ես, եւ նրանք որոնք զրոյից են սկսում, երբեմն շատ ավելի մի անգամ զարգանում են, որովհետև նախկին բագաժը իրաց չի խանգարում։ Պես է։ Ինչպես անենք, որ Հայաստանը իր արժեքը բարձրացնի, այո, մեր կյանքով այնա ճիշտ ասած, մենք հետաքրքրություն չենք ներկայացնում։ Որտե 15 միլիարդը, որտե 500 միլիարդը։ Հասկանում եք։ Սա պիտի հասկանանք։ Ուրեմն մեկին 30 հարաբերությամբ եք կռիվ տալիս Ադրբեջանի հետ։ Ուրեմն այնտեղ որտեղ մենք արժեք ունեինք, ասենք օրինակ նոր ռուսների հարաբերությամբ, ռուսները ընդհանրապես թքած ունեն 500 միլիարդի 15 միլիարդի վրա։ Այնտեղ որտեղ արժեք ունենք, մենք այնտեղ ոչինչ ասում ենք։ Գրում ենք այնտեղ որտեղ ոչ ոք մեզ չի ասում արժեք։ Ես չեմ ասում Ամերիկան ուզում Հայաստանը վերանա։ Բայց Ամերիկան չի պատրաստվում Հայաստանում տեղաբաշխալ զինված ուժեր, որ մեզ պահի։ Չի կարա։ Եվ ում դեր պահի Թուրքիայի։ Թուրքիան 100 անգամ կամ Ադրբեջանը ավելի կարևոր է, քան թե Հայաստանը։ Կամ եկեք հասկանանք մի բան։ Թուրքիա-Ադրբեջան հարաբերությունից լիդերը աստիճանաբար սկսում է դառնալ Ադրբեջանը, ոչ թե Թուրքիան։ Եվ ամբիցիաները Ալիևի շատ մեծ են։ Հեշ-հեշ ինքը 500 միլիարդ ռեսուրս ունի, Թուրքիան դա չունի։ Մի հատ Բոսֆոր ունի, որտեղից բանը հավաքում, անցնելուց։ Վերջերս ընդամենը 3 լուր տարածվեց, որ Ադրբեջանում սկսում են կառուցել ամենախոշոր ռազմական բազան, թուրքական, այսինքն 3 պետությանը պատկանող շատ հետաքրքիր բան է։ Երրորդը որն է։ Ինչ։ Երրորդ պետությունը որն է։ Թուրքիա, Ադրբեջան, Պակիստան։ Եվ Պակիստանը այնտեղ դնում է միջուկային զենք։ Նրանք մտածեք ում դեմ է միջուկային զենքը, մեր դեմ չի։ Մեզ միջուկային հարվածով չեն խփել, մեր տարածքի իրաց պետք է։ Հասկանում եք։ Դա Ռուսաստանի դեմ է։ Կամ էլ ծայրահեղ դեպքում Իրանի։ Հասկանում եք ինչ է կատարվում։ Սա փոխում է ամբողջ քաղաքի կանոնները։ Եվ մենք ստիպված ենք, որ շատերի դուրս չի գալի, հիմա մենք ձև ենք, մենք ուզում ենք անկախություն, բայց ինչքան են ուզում ենք անկախություն տալ, մենք ստիպված ենք մտածելու ինչպես կարելի է ավելի սերտ դաշնակցել Ռուսաստանի հետ կամ Իրանի հետ։ Ամերիկան կան, եկեք Ամերիկանը չէ մոգոնել բանը, մոդուլային կայան, որպես մենք ատոմական կագենք։ Ինքը ոչ մի մոդուլային կայան դեռ չունի, կարող աստեղծի մեծ երկիր, կարող այսօր մենք խոսում ենք հաջորդ նիստին ասենք արդեն ունի։ Բայց ինքը չունի։ Ինքը կարիք չունի, ժողովուրդ ջան։ Մոդուլային կայան Երևան ինչ է տանում։ Ասենք եթե Քյավառ լույս չկա, տանում եք Քյավառ մոդուլային կայան, տակ գնաք էլեկտրոցանցերով կարելի է դրեք Երևանում դեռ կտանեք։ Մոդուլային կայան մի հատ շահագործում է այսօր Կանադա, մի հատ Ռուսաստանը, երկու հատ Չինաստանը։
Չինաստանը տարը դրել այն անապատների մեջ, ընդեղ երկու մեծ անապատ կա, գոբի տակլամական անապատը, այդ արտադրում է էլեկտրաէներգիան տեղում, որտեղ չի ուզում հազարավոր կիլոմետրով կաբելներ գցի բաներից հոսանք տան այնտեղ։ Այս հեքիաթը մոգոնել է, ես պիտի խնդրեմ, որ ընդդիմությունը եւ որ ռաստա գալի այսպիսի թեզերի իշխանության կողմից, ճիշտ պատասխան ես բլեֆ այս բոլորը։ Չի կառուցելու, չի դիվերս ինչ էլ ստորագրի, չի անելու, որտեղ անիմաստ է դա։ Ամերիկացին անիմաստեղը $1 անգամ չի ծախսի։ Աննարին բան է դա։ Հիմա ինչ պիտի մենք անենք։ Ոնց անենք, մեր արժեքը բարձրացնենք։ Նախ քաղաքական ձևով Հայաստանի ներսում, եթե տեսնեն մի ուժ, որը դուրս է գալիս այս իշխանության դեմ, կպաշտպանեն։ Այդպիսի ուժ Հայաստանում այսօր չկա, վաղն էլ չեն լինելու։ Բայց կան ուժեր, որոնք եթե միավորվեն, կարող են այդ ուժը ստեղծել, գերակշռել։ Եթե խոսում եք, խոսեք սրանից։ Հիմա առաջին պայմանը նման կարգի ուժ կամ փուլ ստեղծելու համար, գիտեք, վարկային տերմին կա, բանկային փուլ, վարկերի փուլ ստեղծելու համար պետք է հասկանանք, քանի քաղաքական ուժ են պատրաստ հայտարարել, որ իրանք առաջիկ ընտրություններում անհետբարորեն ուզում են հեռացնել Նիկոլ Փաշինյանին։ Հենց այդպես, ոչ թե ասել մենք ընդդիմություն ենք։ Երկրորդ, այդ բանը հայտարարություն է ետարեք այդպիսի կտանք 6 ուժ, 9 ուժ կամ 12 ուժ։ Այդ ուժերին ինչպես միավորենք, գնում ես խոսում ես փորձել եմ դա։ Չեն ասում միավորվել։ Բայց կա հետևյալը, կարող է ուզենաք մի հատ փուլի մեջ մտնեք։ Են գիտեք մարկեր կա է կանաչ կամ դեղին են, որ կարդում ես տեքստը կանաչ մարկերով գծում ես, որ ժողովուրդը, այ օրինակ հասարակ մարդիկ, մեկն է ես, որ գնամ ընտրելուց ասեմ այսի փուլի անդամ է։ Կարող ես մարդը հանդես կա, ասենք, խոսքի օրինակ, իմ վրա են վերցում, ազատություն, կուսակցություն, ընդդիմադիր փուլի անդամ։ Ցույց տվեք այս ժողովրդին ում ընտրի, որ փրկվի։ Չի հասկանում։ Ինձ օրինակ այսօր հարգում են։ Երբեք ինչ չեն առամարում, որևէ լսարանում։ Ալի տնտեսական հարցեր լինի, բայց էդի քիչ է։ Ցույց տվեք բևեռը, այդ բևեռը կկրի։ Մի մտածեք, Ամերիկան սենց արես, այո, ճիշտ եք ասում, Արևմտյան Ադրբեջան էլ կասի, ես ես ավելին ասեմ, 89 թվականի մարտահամարով 165,000-ը դարել էր 85,000, ասեմ ձեզ, 7-րդ մարտահամարի ժամանակ։ Բայց այդ բոլորը գրոշի արժեք ունի, միտեղ մենք չենք շփվել եվրոպացիների հետ, միտեղ չենք տեսել եվրոպացիների, որոնք ասում են, արևելիքը լացեք արա, հլը ձեզ մի բան ներկայացեք, նոր լացեք։ Տեսել ենք, չէ՞։ Նույնիսկ հանձնաժողովի նախագահ եղել եվրանիստիկ շրջանակներում, այ ախպեր ջան։ Այդ ահագին եվրոպացի դեպուտատներ մեզ էին լսում Եվրոպարլամենտի, բայց դա նշանակություն չունի։ Եվ սա ես համարում եմ ամենակարևոր խնդիրը, ամենակարևորը։ Ես կարամ հազարատ ելույթ ունենամ, գիրք ենք գրել, ասում ենք ես արձակվել Վենեսուելայի վրա, գիրքը հրապարակվեց եկամից հետո արձակվեց։ Այդտեղ փաստա չէ։ Բայց դա ինչ գրոշի նշանակություն է ամեն ինչը։ Խոսալու համար, թե մենք խելոք ենք, կարանք են, նրանք են ստացվում, որ մեզից խելոք են։ Ի վերջո ում տարածքներն է պակասում Հայաստանի, ում տարածքներն է ավելանում Ադրբեջանի, ով այստեղ հաղթող Ադրբեջանը։ Եվ ես կուզենայի, որ մենք իսկապես մտածեինք այս ուղղությամբ։ Ես կոչ կանենք բոլորին հարցադրում արեք։ Նախ բարի լինենք արտահայտվելու, հելնելու ասելու, մենք անենք բարերորեն դեմ ենք Նիկոլ Փաշինյանի իշխանությանը եւ նա պետք է հեռանա իշխանությունից։ Այդ բոլորից հետո ախպեր կարան 6 հոգի հայտարարին, 7 հոգի փորձենք միավորվել, լավ չենք միավորվում, ամեն մեկս բեսանտ ամբիցիան ունի, հա, բայց ես առաջարկում եմ տարբերակ։ Ընդդիմադիր փուլ ստեղծենք։ Ամեն մեկս թող առանձին մասնակցի, բայց ընդդիմադիր փուլի անդամ դառնա։ Ես ունենա այդպես ամբիցիաներ չունեմ։ Եթե պետք է, ես կարամ չմասնակցեմ էլ։ Թեկուզ այդ 1-2% կամ 3% պիտի վերցենք, ասենց են հաշվում ստանդարտ 2.5%, երբևիցե մենք վերցել ենք առանցին, դե 2.5%-ը ի վերջո վերջում գնում հասնում աղում։ Նիկոլի, ումա պետք է դի։ Հələ հիմա պահանջվում է, եթե մենակ ես 4, եթե դաշինք ես 8%, տենց է, չէ։ 8%, հա։ Ես 3 լավ չեմ հիշում են, գնեց մի հատ մաթեմատիկա, այնտեղ քիչ եմ մի հատ ացանցյալ գրել, սրա ացանցյալը հաշվել, հա, 2 հոգով, 1-ը 4, 6, 8, հա, 8, 3 հոգով, 8, 3 հոգով, հա,
Ես պետք է խնդրեի, որ մենք սրա վրա ուշադրություն դարձնենք։ Այստեղ է փրկությունը մեր մեջ է։ Ոնց է բացառը, որ մենք կարող խելք խոսենք։ Ես տեսնում եմ շատ խելք մարդ է գարուն, խոսեց, ասենք մի քանի թվեր 897-ի բանի, ամեն անգամ ամեն մեկից էլի մի բան սովորում ես։ Բայց դա ինչ է տալու, ասենք վերջում էլ եկանք, ադրբեջանցիք մեզ գրավեցին, սկսեցին կոտորել կամ չկոտորել, սկի չեն էլ կոտորել, լայաղան չեն ալի կոտորել։ Հա, սկի չեն էլ կոտորի։ Հետո մենք էլ ասենք, զատո մենք խելոքինք։ Ինչ կա դրա մեջ։ Հերիք չի այս բանը ջուրը անդադ մենք մտնենք, պարտվենք, դրա համար ես պիտի կոչ անեի, որ ամեն մարդ ինչ-որ քաղաքական ուժին առնչվում է, այդ քաղաքական ուժը իրան հաշիվ տար։ Ես քիչ եմ համարում այս կամ այն ուժերի միավորումը։ Ես ամենակարևոր խնդիրը համարում եմ, այդ որ ստեղծել եք այդ քաղաքական միավորը գոնե հայտարարեք, որ դեմ եք։ Որ թող է ժողովուրդն հասկանա ով է դեմ, ով է կողմ։ Այս ժողովուրդն էլ հեշտությամբ մենք հեշտ ժողովուրդ չունենք։ Ես եմ մարդու չեմ, դու գիտես իմ խոսքը, դա արա։ Դու կնստես օրինակ կարող եմ մեկ ուրիշ ասում եմ գեղեցիկ, խելացի, կրթված, կուլտուրական ժողովուրդը ես այդպես բաների վրա այդ ինձ համար հաշիվ չի։ Ինչ կապ ունի եթե դա տանում ապարտության։ Հասկանում եք։ Ինչ կապ ունի, ինչով ենք կայֆ ստանում, որ մենք խելոք ենք։ Հենա մեր երեխեքը ես ինքս դասավանդում եմ, ես տեսնում եմ, ավարտում է կուրսը ամեն ստանդարտ 55 հոգի, 55-ից 15 հրաշալ երեխեք են, 15-ից 14 անպայման գնում են արտասահման։ Ես գիտեմ, այն օրը ռեկտորին կամ միսեն ասում եմ, խենք ֆինանսավորում եվրոպական պետությունների էկոնոմիկան, եւ որ Եվրոպա գնացած մեր ուսանողը միջի մակարդակով բարձր իրանց ամենաբարձրակույն բուհերի ուսանողից։ Գրոշի արժեք։ Կամ այն օրը եվրոպացիք եկել են, ասում են սուբսիդավորում են ձեզ, կամ մենք սուբսիդավորում ենք Ուկրաինային։ Ուկրաինայից տարեկան 1 միլիոն կրթված երեխա է ստանում։ Ասում են դրանց արժեքը հաշվում եք, որ դրանց արժեքը հաշվում դուք պարտք եք արդեն Ուկրաինային։ Հələ մինչև 22 թվականի պատերազմը 40 միլիարդ դոլար եք պարտք իրաց։ Հաշվում եք այդ արժեքը։ Մեզ էլ է պարտք։ Կամ Ռուսաստանը, որ մեկ ռուսերն էլ կան չափազանցնեն, չէ՞, բա որ իսկան գնում է։ Դրա վրա մենք փող եք ծախսել։ Ավելի Ռուսաստան գնացածները տունը ծախում են, փողը հետներ տանում են։ Եվ որ տրանսֆերտները բերում են, թե մենք 5 միլիարդ եք ուղարկում, դուք երկում ես, ասում եմ, այդ երկուսի վրա ավելացեք այս տները եւ երեխեքի ուսուցման փողը, որի վրա դուք փող չեք ծախսում։ Եվ դրանից հետո ոնց որ ասում են, բաբուշկա надо է сказала, ով ում ֆինանսավորում։ Հասկանում։ Հա? Հայերեն եմ ասում։ Ինչ է, ոնց հայերեն։ Տատիկը երկու տեր է ասում։ Բաբուշկա, այդ չգիտեմ։ Դեռ չգիտեմ, այս կոնֆերանսի ամենահետաքրքիր մոմենտը, որ ես տեսա օրակարգը բան է, մտագրող բառը, հա? Դու իր մոգոնել, բանալես, հերթական գյուտը։ Ես ճիշտ է brainstorming-ն, հա? Brainstorming, այո։ Հիմա ես ուզում եմ ասել, որ մեր հիմնական նպատակը սա պիտի լինի, եղբայր։ Այս հասարակ աշխատանքը թողեք Ամերիկա, Ռուսաստան, Իրան, Ֆրանսիա, Եվրոպա, մեր խելքի բանը չի, մենք փոքր մարդիկ ենք մեր տեղում։ Թողեք եւ նստեք ասեք, դուք ընդդիմություն եք, ընդդիմություն չեք, մենք եւ այդ որտեղ ինչ եք համաձայն անել։ Լավ, ուզում եք առանձին մասնակցել, ցավը տանեմ, մասնակցի, բայց ինչ է համաձայն անել ընդհանուր։ Ուրիշ բան չկա։ Մնացած բոլորը ջուծեցոցի է, շնորհակալություն։ Շնորհակալություն։ Միակ բանը, որ ես պետք է անպայմանացել, որտեղ բավարարության շատ կատեգորիկ ասեց, որ չէ, 86 թվականի մայիսի 13-ին մեր ատոմակայանը կանգ առավ վերանորոգ